Դատախազիստը մեղադրողների անվաստանյակների ուշանալու պատկառավորել է հավասարի շարունակում է։ Իսրերի կատվարի Դատախազիստի ներկայացրել են անվաստանյակների Ադիբեկ Ռոմանոստան, Համբուրգ Կիրակոսյան, մեղադրողներ Հայկարոյան հարցունությունը, պաշտպաններ Ալվար Մարտիրոսյանը, Լևոն Պողոսյանը, Նրանց Իբրահիմյանը, Ուժովի իրավահաջորդի ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը, Ուժովի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և Շուշանյան չներկայացրել։ Պարտավոր Մուշեր Շուշանյանի, Ուժովի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի և անվաստանյակների պաշտպանական Շահբազյանի հասարակայության դատական նիստը շարունակելու վերաբերյալ կողմերը հայտնել իրենց կարծիքը։ Հարգելի դատարան, կարծում եմ առանց իրենց բացակայության նիստը շարունակենք, ուղղակի ես կուզենայի նիստերի քարտուղարը հայտարարել վկայի մասին, վկան, Ալբերտ Մկրտչյանը ներկայացրել։ Ոչ, չի ներկայացել։ Շարունակենք։ Առարկություն չունեն կողմերը, դատարան որոշում է դատական նիստը շարունակել, պարոն Մարտիրոսյան, դա մի քիչ կողքի տարեք, երկրանով հապում այն կողմին, այդ է, մի քիչ են, դե ձերտել հարմար չէ, մի քիչ էլ դա ես կողմ, Չէ ես տեսել եմ դրև մի քիչ էլ թեքեք դեպի ես կողմ, մի քիչ չես ես, մի քիչ են, ներկայացված տեսայինը, կապված վկա, Մկրտչյանի արտադրույցի հետ։ Խնդրեմ միացրեք և ուզում բոլորը Ինչի համար է ինձ։ Սկիզբը չի երևի։ Սկիզբը։ Չես տալիս, թե ճիշտ է։ Դրեք սկիզբը։ Վերջին։ Ինչի համար է ինձ։ Ուսուցում չես տալիս, թե ճիշտ է ինձ։ Չէ, ես ճիշտ եմ ուզում գրեին, բայց իրան ստիպում են ասում, որ ես գրի են մեր ասացան գրի։ Դու ինչ ես ուզում գրես, որ իրանք չեն թողում։ Ես ուզում եմ ճիշտ ասել, իրանք ստիպողաբար ես ծեցին են ասում են, չէ, քո ընկերները ոնց գրել են, իրար ձերով գրել գրի։ Այ ով է ստեցում, ընդեղ այն քննիչ կան, Պետրոսյան, Լևոն, հա։ Մադացյան Սարքում եկել անը չեմ։ Դա Բերդի ռազմական ոստիկան։ Բերդի ռազմական ոստիկան։ Դու ինչ ես ուզում գրես, կպատմես դու ինչի մասին ես ուզում գրես, որ իրանք չեն թողում։ Ես ասում եմ, որ գրում էի էլի, որ խոսքի տղեկ միավորչ չեն։ Եթե ինքն ասում է։ Միավորչ չեն։ Իրանք ասում են, չէ, քո ընկերները գրել են, որ ես դարական ես եկել։ Իսկ ով է մեղավոր քո կարծիքով։ Ստե իմ կարծիքով մեղավոր չկա։ Այսինքն Արտակ Նազարյանը ոնց է մահացել։ Ես դիակը տեսել եմ, իմ կարծիքով ինքնասպան է եղել։ Դիակը որտեղ ես տեսել։ Քարի կողքին։ Այդ որ ասում ադրբեջանցիների։ Այո։ Հա դու ինչ գիտես, որ Արտակ Նազարյանը ինքնասպան է եղել, եթե ոչ սպանել է։ Դե հանգամանքների սերվելով։ Ասենք կպատմես այդ հանգամանքներին, ասենք որոնք են։ Մի քանի անգամ կապիտան Մանուկյանը ծեսել է Նազարյան Արտակին։ Դրա համար։ Իսկ բացի կապիտան Մանուկյանից էլի մարդիկ եղել են, որ ոչ են։ Ոչ։ Ինչ անգամներ են։ Ոչ չեմ տեսել։ Նայ, դուժող կողմը, Արտակ Նազարյանի կողմը ասում է, որ Արտակ Նազարյանի սպանել են խոհանոցում, Արման Մնացականյանն էլ տեսել է։ Բայց ես չեմ տեսել, ես հավար չեմ։ Այ դու տենց զույցներ լսել ես դիակ ոչ չեմ լսել։ Ես դիակը տեսելով էլ եմ կրկնում, որ ժայռի կողքին եմ տեսել։ Այսինքն քեզ որ ասում ես դու ուզում ես ճիշտը գրել, քեզ չեն թողում, քո ճիշտը որն է, այն որ ինքն քոքի մեղավոր չէ։ Հա, որ մեղավոր չէ։ Թե նաև ոնց է մահացել Արտակը։ Մանալ ես չեմ տեսել, ես տեսել եմ քարի կողքին ինքնասպան եղած։ Իսկ դու գիտես, որ իր բոլոր փամփուշտները թողնում են եղել, ասում են ինքն իր զենքից է իրան խփել։ Ես չգիտեմ, բայց լսել եմ։ Իսկ դու չես մտածում, որ կարող է իրան սպանած լինել։ Կարող է։
չես մտածում ով կարող սպանել, եթե ոչ ես 5 հոգին։ Ես ոչ մեկին չեմ կասկածում, չեմ կարող ասել, որ սպանել կամ ինչ։ Գագիկ Ուզումյանին ինչ են ասել ինչ-որ հրեշ։ Երեկաստանի հրեշ, ինքը իրոք հրեշ էր։ Չէ, հրեշ ասել է մականուն է հրեշ։ Բայց այսինքն ինչի՞ չէր իրան ուրիշ մականուն տալիս, որ հենց հրեշ են անվանում։ Այն մի բան էլ դու չես բացառում, որ Արտակ Նազարյանը կարող է սպանված լինի։ Ես չեմ կարող ասել, ինքը ես իրան կոնկրետ տեսել եմ, ինքնասպան է արածը։ Նայ, դու խոհանոցում այրան հետքեր տեսել ես հետո։ Այ ինչ է այրան հետքեր են։ Նազարյանի կապիտան Մարուկյան վերցեց է, համար առնում թափներ են։ Շատ էր։ Ոչինչ։ Իսկ գիտես, որ ինչ գիտես, որ ծեծել ես։ Տեսել ես։ Հա, ես տեսել եմ։ Ծեծելը տեսել ես։ Հա։ Որ օրը։ Սպանում այդ օրը։ Չեմ հիշում։ Շուտ էր ծեծել, թե մի շաբաթ առաջ էր ծեծել։ Չէ, կարելի ասել մի շաբաթ առաջ էր ծեծել, Արմունը մինչև չորացան մաքրվեց։ Այսինքն իր մահանալու օրը խոհանոցում այրան հետքերը ելեն էլի։ Հա։ Հադայթելը վայր կանցնել, ո՞նց մնացել էր։ Չէ, մնալ է մնում է, մարդավուն մնում է։ Չէ, եթե լվաս… Շատերս ենք լվասել, բայց չէ անցել։ Մահանալու օրը Արտակ Նազարյանի ծեծել է։ Չեմ հիշում։ Նայ, Արտակ Նազարյանի վրա դատական բժիշկը ասել է, որ շատ 50-ից ավելի հետքեր կան ծեծի։ Ու իրան ըստ դատաբժշկի իրան ծեծել են մահանալուց 1-ից 2 ժամ առաջ։ Այդ ժամանակահատված ես չեմ տեսել։ Դու որտեղ ես ժամանակ։ Բրինդաժում։ Այդ օրը դուք կոմոս եղել է, չաստ։ Այդ գիշերը։ Ինչ-որ մեկի ծնունդ նշել է, նկատում կամ գյուղում կողքի գյուղ գնացած ունեն ինչ-որ։ Չէ, այդպես բան ես չեմ տեսել։ Իսկ աղա դու չես տեսել, բայց եղել է, դու չես մասնակցել, բայց իմացել ես, որ… Աֆիցերսկի սաստավը։ Կարող է եղել, բայց ես չեմ տեսել, չեմ լսել։ Ասեք տեսել ես, որ Արտակ Նազարյանը բացակայ է։ Հա, բացակայ է տեսել։ Այդ սպանությունից առաջ շշի համար չէ։ Որ ինչ-որ… Չէ, մահանալուց մի օր առաջ բացակայ կամ գիշերը։ Իսկ Արտակ Նազարյանը ինչ ընդհանրապես ալկոհոլ օգտագործում է։ Իսկ գիտես, որ իր դիակի մեկ նաև հայտնաբերել են 300 թե 200 գրամ, որ սպիրտ է խմում։ Հա, իմացել եմ, լսել եմ։ Այսինքն չէր խմում։ Ոչ, ինքը խմող չի եղել։ Իսկ գիտես, որ Արտակ Նազարյանի ոտի կաշին հանած է եղել։ Այնքան է ծեծել, որ այն ջուրը լիցրի եղածած։ Այսինքն դու մտածում ես, որ բացի Հակոբ Մանուկյանից ոչ մեկ Արտակ Նազարյանին չի ծեծել։ Մեկը վար հայրապետության ծեծել։ Այդ շշի պատճառով, որ հայրով են համար։ Բայց նայ, դու էական տարբերություն քո ցուցմունքը, որ ուզեցել ես գրես ու քեզ ծեծել են, որ ուրիշ բան գրես, չկա էական դրանց մեջ։ Այսինքն մենակ տղեկի վրով չես գրել։ Ես ճիշտ եմ գրել, բայց ամենայնպես են եմ գրել իրանց հասելով, իրանց ստիպողաբարել, իրանց ստիպել են ես, դրա համար է ձեր եմ գրել։ Լսի, հնարավոր է, որ Արտակ Նազարյանի սպանածն են ու սարքածն են, որ ինքնասպան է։ Չեմ կարող ձեր հարցերի պատասխանել, որովհետև չգիտեմ։ Իսկ Արման Նազարյանը ինչ հատկացնում են դիմանկարանը, ինչ չի ուզում ասել, որտեղ միշտ ասма չգիտեմ, չեմ հիշում։ Չեմ կարող ասել։ Իրան էլ են ծեծել։ Հա, բոլորին է ծեծել։ Բոլորին ովքեր, քեզ Արմանին, այս 5 հոգին են ծեծել։ Այո։ Հա, ինչի են ծեծել, իմաստը որն էր։ Իմաստն էր, որ ասում են ձեր գրեք, ձեր գրեք, տարբեր հարցերի տարբեր բաների մասը։ Այսինքն այ, այդ որ ծեծում են, եթե նույնիսկ Հակոբ Մանուկյանին էր ծեծել։ Հա, Հակոբ Մանուկյանին։ Ինչի են ծեծում, թեկուզ Հակոբ Մանուկյանին, որը ինչ հասիր, ում դեմ որ ցուցմունք չկա, կոնկրետ Հակոբը։ Իսկ աղա ծեծում են, որ հրամանատարի Միշա Գաբրիելյանի վրա չեպե չգնա։ Իրան չգիտեմ, մեզ չէ։ Հավատվեց, ուրեմն հետազոտված տեսաերիզի վերաբերյալ նախքան կողմեր են իրենց հայտնեն մարտիրոսյանին երևում պարզաբանում դամիշակ հարցերի վերաբերյալ, որպեսզի ճիշտ լինի։ Դուք տեսաերիզի հետ կապված ինֆորմացված եք պարզաբանումներ տալու։ Որոշ է։ Ամբողջությամբ տիրապետում եք դուք տեսաերիզի գործընթացին մինչև դատարան ներկայացնել։ Այո։ Խնդրում
ուզում եմ այդ դեպքում մի քանի հարցերի վերաբերյալ պարզաբանում տալ, որ դրանից հետո կողմերը հետազոտված տեսայերիզի վերաբերյալ կարծիքներ տալու։ Ով է հարցեր տալիս վկային։ Մասնակցություն Ռաջաբյանի աշխատակցուի Նաիրա Բուղադարյան։ Երկու հարցը, մի տղամարդ էլ է միջամտում որոշակը, նա ով է։ Ով։ Ես, Արման Վեզիրյան, Հելսինկյան ասոցիացիա։ Մյուս հարցերը տվողը դուք եք։ Այո։ Նկարահանում էր համեցել։ Տեսայերիզը որտեղ է նկարահանվել։ Պանթեոնի մոտ, դատարանի Պանթեոնի մուտքի մոտ։ Շենգավի դատարանի Շենգավի դատարանի մոտ։ Ում նախաձեռնությամբ։ Իմ եւ Նաիրա Բուղադարյանի։ Ինչ նպատակով։ Որպես մամուլ, որպես այդպես վկային, մենք վկայի հետ մինչև հետո նենց առանձին զրուցել ենք։ Հարցերը Հայ շենքի հետո։ Ինքը ավել բաներ էլ ասել նենց առանձին զրույցներում։ Չէ։ Հիմա ինչ որ մենք դատարանում հետազոտեցինք, ամբողջությամբ ներկայացված տեսայերիզը։ Որովհետև նախորդ դատական նիստին հնչեցվեց, որ տեսայերիզը 23 րոպե տևողությամբ է, ես ժամանակը ճիշտ չֆիքսեցի, բայց երևաց որ դա ինչքան տևեց է դրա։ Տեսայերիզը 23 րոպե սկսվել է, 9 րոպե։ Ուրեմն տեսայերիզը ըստ Մարտիրոսյանի ներկայացման 23 րոպե էր ասվել, բայց այդ տեսայերիզը մենք դատարանում հետազոտեցինք, տևեց ընդամենը 8 րոպե։ Դա ամբողջությամբ ձեր տեսայերիզն էր։ Դա էր, պարոն Մարտիրոսյան, դա էր տեսայերիզը։ Այո։ Կարող եք ուղղել, որ ձեր 23 րոպեն այդ պահին մոտավորապես 8 րոպե է։ Այսինքն Արման Վեզիրյան։ Լավ, հետազոտվեց տեսայերիզը, տեսայերիզի վերաբերյալ հայտարարություններ, առարկություններ կան։ Ես ունեմ երբ ունեմ։ Խնդրեմ, պարոն։ Արգելի դատարան տեսայերիզի մեջ հիշատակում էր, որ իմ պաշտպանյալ Մամուկյանը մի քանի անգամ ծեծել է Արտակ Նազարյանին, ինչը առիթ է հանդիսացել Արտակ Նազարյանի ինքնասպանությանը։ Ինչպես դատական քննության ընթացքում պարզվեց, վկան ականատես չի եղել իմ պաշտպանյալի և Արտակ Նազարյանի մինչև տերերունցագրիչի, վկան տվյալ պարագայում վկայի ծրկայի հայտարարության այլ մասը, թե իմ պաշտպանյալը մի քանի անգամ ծեծել է, չի համապատասխանում իրականությանը։ Մեկ, երկրորդը, իմ պաշտպանյալը և Արտակ Նազարյանը մի քանի անգամ չեն կռվել և իմ պաշտպանյալը Արտակ Նազարյանը չի ծեծել։ Նրանց մինչև վեճը տեղի ունեցել երկկողմանի նախաձեռնությամբ Արտակ Նազարյանը։ Արտակ Նազարյանը և իմ պաշտպանյալը երկու սպաներ եղել վիճել են հավասարի ստրբունքով և այս հանգամանքը չէր կարող տրվել ինքնասպանության հիմքում և վկան այս պարագայում իրավունքներ հայտարարելու, որ ինքնասպանությունը կատարվել է իմ պաշտպանյալի Արտակ Նազարյանի ծեծի հետևանքով։ Վկան տվյալ պարագայում հանդես է եկել փորձագետի կարծիքով, այսինքն ինչը թելադրված է նախաքննիչը թելադրվել է նախաքննության ընթացքում, նրան թելադրված քննիչի կողմից նրան թելադրված ցուցում, ինչը պայմանավորված է նրան թելադրված ցուցումով։ Արգելի դատարան վկան հայտարարեց, թե կռվի ընթացքում հանգուցյալ Արտակ Նազարյանի արյունն է թափված եղել ճաշարանում, մինչդեռ նախաքննության ընթացքում մենք չունենք այդպիսի փորձաքննության եզրակացություն։ Դա Հակոբ Մամուկյանին է պատկանել, թե Արտակ Նազարյանին, թե երկուսին այդ կռվի կամ վեճի ընթացքում արժանող մեկ այլ վկայի։ Յուրաքանչյուրը հավանական է ստանալ մարմնական վնասվածք, ում արյունը կարող է քսվել քարի կամ թափվել այդտեղ։ Մի բան, որ ապացույցներով հաստատված չի, այն ապացույց դիտվել չի կարող։ Վկան հայտարարեց, թե հանդիսալ Արտակ Նազարյանի մահվանից 2 ժամ առաջ գտնվել է բլինդաժում, մինչդեռ քրեական գործի գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվեց, որ վկան եղել է վերջին մարդը, ով տեսել է հանդիսալ Նազարյանին, այսինքն նա եղել է
Արտուն դիտորդը բլինդաժի կողքին և նա բլինդաժին քնած չի եղել, որքան այդպիսի հայտարարություն կատարելու իրավունք նույնպես չուներ։ Բրկան հայտարարեց, թե հանգուցյալ ապրանքազարյանից եղել է նաև Վահագն Հայրապետյանը, մինչդեռ ես ինչպես հայտարարեցի, թե վեճին նա ականատես չի եղել, իսկ ինչպես հաստատվեց նախորդ բրկաների ցուցմունքներում, Վահագն Հայրապետյանը ոչ թե եղել է կռվի մասնակից, այլ բաժանում։ Իսկ մտության մեջ, թե բրկան գտնվելով ուստում բլինդաժի հաջորդ կողմում, ինչպես է նրա տեսանելիությունը թափանցել բլինդաժի մեջ տեսել է, որ Հակոբ Մանուկյանը և Վահագն Հայրապետյանը ինչպես են ծեծում նրան, դա աբսուրդ է։ Երկրորդը մտության մեջ նա ինչպես կարող էր տեսնել, թե երկու իրար հետ կռվողների ում ձեռքն է մյուսին, որպես հարվածողի գնահատվել, կարող է բաժանողի ձեռքերն եղել կամ մեկ ուրիշի ձեռքերը եղել։ Սա նույնպես աբսուրդ է արգելի դատարան։ Այսքան շնորհակալ։ Պարոն Գևորգյան, խնդրում եմ եզրափակեք, դուք բավականին Ես ուրեմն արգելի դատարան 1081 րոպե խնդրում եմ սպասել։ Ուժող կողմը ներկայացրեց և միջնորդեց այն հետազոտել և գնահատել որպես ապացույց։ Ես հասկացած արգելի դատարան, ես գտնում եմ, որ տվյալ տեսաերիզը ապացույց պետք է գնահատի միայն այն մասով, որ վկայի նկատմամբ գործադրվել է ճնշում, բռնություն, վկան գտնվել է ինչպես արգելանքի մեջ, այնպես էլ նրանց հետ են ենթարկել։ Այս մասը վկայի տեսաերիզի այս մասը անվիճելի է, և այս մասով ես գտնում եմ, որ և միջնորդում եմ ճանաչել որպես ապացույց։ Մնացած են հայտարարությունները, որ նա ինքնասպանություն է գործել Հակոբ Մանուկյանի և Վահագն Հայրապետյանի ծեծի հետևանքով, ես գտնում եմ դա ապացուցված չէ, այն, որ տուժողի արյունը թափված եղել ճաշարանում հանգուցյալ Նազարյանի դա ապացուցված չէ, այդ մասով ես գտնում եմ, որ չպետք է որպես։ Շնորհակալություն, ես խնդրում եմ բոլոր մասնակիցները վերջում կոնկրետ իրենց առարկություն եզրափակեն պարոն Գևորգյանի նման կարծիք հայտնելով։ Վկա ներկայություն Ամբաստանյան, Հակոբ Մանուկյանը ավելացնելու ոչինչ չունեն։ Ես վերջում կողմ։ Խնդրեմ հաստատում մնացել։ Արգելի դատարան, ինչպես տեսանք, վկան շատ անկաշկան, շատ ավելի հանգիստ ձևով հարցին պատասխանեց ժուրնալիստների և իր հարցազրույցի ընթացքում ավելի հանգիստ նորմալ վիճակում հայտարարեց, որ իմ պաշտպանյալները անմեղ են, նա նկատում էր անմեղ են հիմնականում ըստիսի ընկալման, որ վերաբերվում էր իմ պաշտպանյալներին, այսինքն բռնությունը գործադրվել էր իր նկատմամբ նրա համար, որ անիմաստ տեղը իր զինվոր ընկերների վրա չեղած գործողություններ է վերագրում և դրա բառապացույցը այն էր հարգելի դատարան, որ երեկ ժողովի իրավահաջորդող Նազարյանի հարցին վկան պատասխանեց չնայած կեղծ և շին ցուցմունքները տվեց դատարանը, բայց հայտարարեց, որ խեղճը տանջում է։ Ուստի հարգելի դատարան ամփոփելով խոսքս ուզում եմ նշել, որ պետք է այս տեսաերիզը արժանապատ ապացույց համարվի և կցվի քրեական գործին, որովհետև վկան հայտարարում է, որ պաշտպանյալները անմեղ են։ Շնորհակալություն, ձեր պաշտպանյալները միանում են պաշտպանում, ավելացնում ոչ։ Իզակոսյան, միանում Հովհաննիսյան։ Հովհաննիսյան ճիշտ ասեցի, Արմբետն է։ Դուք ավելացնելը ոչինչ չունեք, ձեր պաշտպանին եք միանում։ այլ Շնորհակալություն։ Պողոսյան պաստապանում եք։ Դիտելու տեսաերիզը հետազոտելու այն պաշտպանական մասնավորապես Վահագն Հայրապետյանի դեպքում գալիս է մեկ եզրա անվան, այս փուլի վկաները հաղթում Մկրտչյանը, իրոք գտնվել են հաղթան վիճակում, նրա ապացուցման կարիքը բացարձակ չէ, ապացուցված է արդեն 0-ից մինչև 23-25 օր կալանավորումն է, հաղթան վիճակում, երկուս ֆիզիկական դրությունների, հոգեբանական ճնշում
4 Այդ ամենը իմ դերելով, համատերելով, նախորդ ապացույցների, ինչի չէ, նայել նախորդ վկայերին, այդ թվում տեսայերի զնարկայված արձազումից, Անգելի Ջանարյան Վահագն Հայրապետյանի նկատմամբ տևած բուծմունքները ուղղորդված են մեկ կողմությամբ, որը դատավարության այս թվում ես և Վահագն Հայրապետյան ընդունում ենք, որ ծեցում ենք, հետևաբար միշտորքում ենք այս դրանից հետո, ավելի ճիշտ, գտնում ենք, որ Վահագն Հայրապետյանի մեղսադրելու արարքը որպես այդպիսին իրավական կողմում ճիշտ չէ կատարում։ Այսինքն 375 որ նախատեսված։ Արգելի փաստաբան, մենք հետազոտված ապացույցի խոսում ենք, ընդունում ենք, որ Վահագն Հայրապետյանը ենթադրյալ ծեծել է ծեծի որակումը առանցին դիսպոզիցիա է, առանցին իրավական ենքունի, քան օշանակել է ինչ-որ պետին երումից հարցույց։ Ողտվելով այս վիճակից, այո, այս կարգավիճակից հարգելի դատարան, միշտ օգտում ենք ավելի ճիշտ, ես համոզում եմ, որպես այդպիսի չամաչելապացույց և Ամբաստանյան Հայրապետյան։ Ջանում եք ձեր պաշտպանի կարգի։ Պարոն Նորբիրոսյան։ Գտնում է, որ վկայի պատմած է երկրորդ մասով իրականությանը չի համապատասխանում, լուսամովական։ Առաջի երկրորդ մասում եք ստացեցրեք։ Այսինքն ծեծի փաստով կասկած չունենք ապօրինի ձևով պահվելը, ապօրինի ձևով խոշտանգվելը և նրանից ապօրինի ձևով ցուցմունքներ են գորժվել։ Երկրորդ մասով ինչ վերաբերվում է սպանություն, ինքնասպանություն վարկածին նա խուսափողական պատասխան է տալիս, ինչը կհաստատվի ապացույցների վերլուծության փուլում։ Մենք գտնում ենք, որ առաջին պատմածը, որ քննիչ է և ոստիկանության աշխատակիցը ծեծել խոշտանգել են, այդտեղ ոչ մի կասկած չկա դրանում։ Եվ մենք տեսնում ենք, որ զինվորը անկաշկան ցուցմունք է տալիս, անկաշկան պատմում է ինչ որ կատարում է։ Իր վրա ոչ մի ճնշում չի երևում և չի զգացում։ Չէր զգացում էր պարզորոշ դատարանում, որ նա չէր ցանկանում նայել որևէ մեկի դեմքին։ Վախենում էր։ Մենք գտնում ենք, որ պետք է որպես ապացույց ճանաչվի և գնահատվի։ Մեղադրողներ մինչև դիրքորոշումս հայտնել են ուզում դատարան ուշադրության հրավիրեմ, որ թե պաշտպանող կողմը, թե մեղադրանքի կողմ ներկայացնող Մարտիրոսյանը գտնում են, որ տեսագրության մի մասը կարելի է դեպել որպես արժանահավատ, մի մասը ոչ արժանահավատ, բայց ի վերջո այդ ամբողջ տեսայրից ճանաչել ապացույց և գնահատել ապացույց, որը շատ հետաքրքիր է ստացվում։ Այսինքն, որը որ ձեռ չի տալիս պարոն Գևորգյանի պաշտպանյալին, կամ ասենք պարոն Պողոսյանի, դա պետք չի դիտել ապացույց։ Այդ ֆրազաները, որ ասեց, այն բարակապակցուները, որ իրեն ծեծել են, դրա համար նա այդպես ցուցմունք է տվել, դա պետք է դիտել։ Այն մասով, որը վերաբերում է զինվորներին, այսինքն նրան ծեծել են, հետագայում նա էլի պնդում է իբր ծեծի հետևանքով պարտությունների մի մասը մյուսից հրաժարվում է։ Դա մեր ուշադրությունից չի դիտել, բացի այդ վկան հարկասու կենթանի գործով հասնում որպես վկա, նախաշուտ զգուշացվել է ցուցմունք տալու համար և այստեղ դատարան մնալիս եկի որպես վկա, իսկ այնտեղ որպես հարկազրույց տվող և դատարանը որպես վկա նախազգուշացված լինելով ցուցմունք տալու համար։ Նա պարզաբանեց դատարանին և բոլորիս, որ այն ինչ ասել են Գնարյա Բուլղադարյանին և ովքեր ևս այնտեղ գտնվել են, այդ թվում ամբաստանյալների, զինվորների ծնողները, որ այնտեղ են գտնվել, նա ասել է ճշմարիտ, ստիպված է եղել դա ասել, որովհետև վախենում էր հնարավոր իր նկատմամբ ավելի միջոցների։
զինվորներից մոդերի կողմից։ Դա ինքը ասած դատարանում բոլորս լսեցինք։ Հիմա պարոն Մարտիրոսյանը գնահատում ասում ինքը եղել անկաշկան, իսկ դատարանում կաշկանված։ Չեմ կասկածում, որ պարոն Մարտիրոսյանը լուրջ հոգեբան է, բայց նման իրավասության մնավոր տղաս չի, եւ հակառակը ես գտնում եմ, որ վկան այն ինչ տալիս է երդման տակ, այս տվայության ներքո, ասենք զգացած լինելով սուտ ուսմունք տալու համար, դա է ճշմարտությունը, որտեղ ինքն է պատասխան տալիս իր հարավների իր ասածները։ Իսկ վկան դատարանում հնչեցեց հետևյալը, որ այն ինչ ասել ենք Նայիրապ Բուլղադարյանն, ասել է այն պատճառով, որտեղ ամբաստանյանը լիցնողը իրան բերել է, տարել իրան ստուն, գրել են ինչ-որ գրություն և ասել են ինչ գրության մեջ նշված այդպես էլ կասես։ Ընդ որում մենք չտեսանք ոստիկանության վերաբերյալ որևէ ակնարկ, որ ինչ-որ ազգանուն ասեր։ Թեև դուք ասում եք ինչ-որ ազգանուն։ Կապիտանը ասել։ Դա չասեց, մի ազգանուն չասեց, ասեց ինչ-որ մադրացյանի մասին ասեց, բայց այլ ազգանուն չտվեց։ Արդեն են կենթանի է վկանում չէ։ Կասկածիլ է մեզ համար նաև, որ ներկայացնում եք 8 րոպե, թողնի 8 րոպե, թեև մինչև 23 րոպե էր։ Ենթադրվում է, որ ընդեղ եղել է նաև այլ կադրեր, որը դուք չեք ուզում երևի ներկայացնեք դատարան, որը կվկայի, որ իսկապես ճնշման տակ է եղել։ Ես խնդրում եմ խոսել միայն հրապարակված Մեսայերիսի ծավալի վերաբերյալ։ Ենթադրությունները ոչ մեկի ոչինչ չեն ասում։ Ենթադրություն չէ։ Գուցե մոնտաժվածը վկանի կկասի մոնտաժվածը թե չէ։ Այդ պատճառով գտնում եմ, որ դրան տեսայից չի կարող գնալ որպես ապացույց և մտցվել ապացույցների ցանկի մեջ։ Միանալով կոլեգայիս հայտարարությանը ավելացնեմ, որ վկան արդեն իսկ շրջտեսայիզի կապակցությամբ հայտնեց թե ինչ է խոսացել և ինչ նպատակով։ Ու ես էլ գտնում եմ, որ որպես ապացույց ճանաչելու և դրան գնահատական կարիք չունենք և ավելին դա անվերատրել։ Շնորհակալություն։ Հայտարարություն հարգելի դատարան։ Մի րոպե, մեկ րոպե։ Ինչ ունեք ասել։ Ասում։ Ինչ, չէ ինչ։ Դատախազին կգադարցել։ Նախանորեն, դրաս ինչ եք ուզում։ Ասացիք, դատախազին ասացին հայտարարություն անեն։ Ինանց հետո դուք երկուսով չեք կարող։ Չէ, որ ասում եք ինչ ասում եք հետ եք ուզում ասել։ Չի ասում ինչ է ուզում, ինքը ձեզանից շուտ ասել, բան եմ ուզում ասեմ, բայց չի ասում։ Խնդրեմ։ Արգելի դատարան, կին անդրադառնալով տեսայերիզի պետք է ասել հետևել։ Դատախազի կողմից հիշատակվեց, որ վկան գտնվել է ճնշման տակ արձազրույց տալուց։ Մինչդեռ ինչպես տեսեք վկայի շրջապատում կամ վկայի արտաքին տեսքից ճնշման ոչ մի հետ չկա։ Բայց երբ վկան գտնվել դատարանում, դա արդեն ապացուցված է վկան ինչի համար էր ճնշման տակ և ինչ պատճառներով։ Վկայի եղբայրը ներկայումս պահվում է որպես պաշտպանական միջոց տակ։ Վկան ինչ առնություն ունի, վկայի եղբայրը ինչ առնություն ունի, որ պաշտպանական միջոց է կիրառվել, դա գործով պաշտ չի։ Եվ ինչ է նրան պարզել, և ինչ է նրա մայրը դիմունքը հատկապես, դա է դատարանին հասկանել է, բայց գործի տվյալ դատարանի ասածի տրամաբանությանը չի ներկայացել։ Խոսելով ճնշման մասին, դատարանը պետք է նկատի ունենալն է, որ վկան դատարանում ցուցմունք տվեց ոչ թե ճնշման, այլ ակնահայտ ճնշման և հարկադրանքի տակ, որովհետև նրա եղբայրը ներկայումս դեպքում է ձեր կողմից, և վկանը ողջում է ձեր կողմից։ Առավել ևս վկայի նկատմամբ անհիմն կարգով կիրառվել է պաշտպանական միջոց, որպեսզի վկան հնարավորություն չունենա ազատ զրուցելու, ազատ շփվելու, առաջվելու։ Ինչ կապված է տեսայերիզում վկայի կողմից կատարված հայտարարություններին, արգելի դատախազ, ձեր հայտարարությունից ենթադրվում է, որ տեսայերիզի և վկայի հայտարարության արժանահատությունը պատկերացնելու համար պետք է մեկ դեպքի վայր։ Ես ճիշտ տեսել եմ դեպքի վայրը, սխեման ինչի քրեական գործում չկա։ Եթե դուք եք տեղում տեսնեք և ականատեսնեք այդտեղ համոզվեք, որ վկան չեք կարող ստեղ ճաշարանում լուծած վեճը, իսկ չտեսածի հետ կապված ցուցմունք տալ չի կարելի։ Այդ արդեն ձեր մեղքն է որպես գործի վրա Հարգելի պարոն Գևորգյան, ըստ ջերմության տեսայերի։ Հարգելի դատարան, այդ մասից ընդհատել։ Հարգարժան դատախազ, վկան եթե չի տեսել, բնականապես չի կարող նկարագրել։ Դուք ինքներդ դատարանում համոզվեցիք, որ վկան Արտակ Նազարյանի և Հակոբ Մանուկյանի վեճը չի տեսել։
Դուք փորձեցիք դատարանում անցկացնել, որ վկայի Արտակ Նազարյանի արյունը դեպքի վայրում թափված էր, արյուն դիներիք փորձակնության ենթարկեիք դեպքի վայրից վերցնեիք արյունն և այդեիք փորձակնության, որ հաստատվեց ճաշարանում Արտակ Նազարյանի արյուն է, Հակոբ Մանուկյանի արյուն է, թե ուրիշի արյուն է։ Եվ ոչ թե մի քանի ամիս հետո գնայիք Արտակ Նազարյանի դիակը, որտեղ հայտնաբերել է քարի վրայից առեղծվածային պայմաններում արյան դեպք հայտնաբերել։ Արնանաման Արգելի դատախազ, երբ որ ես անդրադարձա տեսաերիզի մասնակին ապացույց ճանաչելու մասին, ես ունեմ համապատասխան ապացույցներ, որ վկան գտնվել է ճնշման ազդեցության տակ։ Դրա մի մասը հրապարակվեցի նոր այս պահին, իսկ մի մասից է հիշողությունը թարմացնում, որ վկան գտնվել է 31 օր անազատության մեջ։ Իսկ վկայի անազատության, նրա անազատությանը զուգորդվել է նաև նրա եղբոր անազատությունը։ Իսկ այս պարագայում վկայի հայտարարությունը, թե իմ նկատմամբ ճնշում եք գործադրել եք կամ ուսում եք գործադրել, դուք ոչ մի ապացույց չունեք շղթելու։ Դուք ինքներդ գիտեք, որ դատարան գործ եք բերել այն պարագայում, երբ վկաներին հարցաքննել եք անմարդկային պայմաններում։ Ապացույցներ եք գործել անմարդկային պայմաններում։ Իսկ դա ես չեմ ուզում որպես իրավաբան հիշեցնեմ և Եվրոպական կոնվենցիան, և ՄԱԿ-ի կոնվենցիան, և ՀՀ սահմանադրությունը, և քրեական դատավարության օրենսգիրքի համապատասխան նորմերը, դուք դա որոնը գիտեք։ Մենք դուրս ենք գալի ծավալից։ Ծավալից չենք դուրս գալի։ Այնուհետև, արգելի դատախազ, նշանակություն չունի, թե քրեական կողմից երբ ունենա։ Տվյալ պարագայում նշանակություն ունի ձեր կողմից կիրառվող մեթոդիկա, որ դուք բոլոր վկաներին ստեղծել եք Արգելի պարոն Գևորգյան, նախադասությունս ավարտել ու սահմանափակել։ Ուզում եք հայտարարության տեսքով ընդունեք, արգելի դատարան, այս վերջի արտահայտությունը։ Դուք բոլոր վկաների նկատմամբ մեկ մեթոդիկայով եք վերաբերվել։ Բոլորի նկատմամբ կիրառել եք պաշտպանական միջոց առանց նրանց կամքը հայտնելու, հարցնելու կամ առանց նրանց դիմումներ ունենալու գործի, որպեսզի կարողանաք մինչև վերջ կորսման ցուցմունքները բերեք դատարան։ Շնորհակալություն, արգելի դատարան։ Իսկ ինչ վերաբերում է տեսաերիզին, անկասկած է եւ բացարձակապես ապացուցված, որ վկայի նկատմամբ կիրառվել է անմարդկային վերաբերմունք, այդ թվում ծեծ, խոշտանգում, բարեհոգեբանական ճնշում եւ այլն։ Շնորհակալություն։ Դատավարության մասնակիցներին խնդրում եմ պահպանել քրեական դատավարության նորմերը։ Ելույթների, միջնորդությունների, հարցերի, առարկությունների ժամանակ հստորեն պահպանել քրեական դատավարության կարգը եւ երբևէ որևէ հարցի շուրջ խոսելուց տվյալ միջնորդության, տվյալ ապացույցի հետազոտման ծավալից դուրս չգալ։ Խնդրեմ, Արգելի դատարան, նվազող հայտարարություններից, որ դատարանում ստորագրել է վկան, վերաբերյալ այդ պատճառով դատարանը հայտնած տեղեկություններն էին հավաստին, շատ տարօրինակ է թերևս այդ արգելի դատարան, եթե վկան ճշմարիտ ցուցմունքներ է տալիս, այդ դեպքում ինչու է նրա խիղճը տանջում, կամ ինչու իմ հարցին երբ որ ասեցին նայի, որ ընկերոջը նայ աչքերի մեջ ու ճշմարիտ ասել, ինչու չնայեց, սա մտածելու տեղիք է տալիս արգելի դատարան, այո, ինչը որ գրվել էր բռնության սպառնալիքի ծեծի տակ, այս տեսաերիզը պետք է գծվել քրեական գործին և պետք է ճանաչվի որպես ապացույց։ Շնորհակալություն։ Ավարտեցինք։ Ոչ մի լրացում, ինչ կապում մոնտաժված լինելու է տեսագրության։ Մենք ետ հարցին չանդրադարձ։ Ես ընդհատեցի մեղադրողին, հետևաբար։ Շնորհակալություն։ Ես ուղղակի ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստի վրա, որ վկայի պատմածը Ազատության ռադիոգայանի աշխատակցում և նրա գրածը նախաքննության ժամանակ լիովին համապատասխան։ Պարոն Մարտիրոսյան, դատարանի մեկ հարց է հետաքրքրում, ձեր միջնորդած տևողության և դատարանում հետազոտված ապացույցի տևողության միջև, որի վերաբերյալ դուք ինքներդ հանդես եկաք և հայտնեցիք, որ նախորդ նիստին մոտավոր եք ասել 8 րոպե տեսաերիզը, որը որ դուք արդեն նախորդ նիստին տրամադրել եք և երեկվանից այսօր չէիք կարող մոնտաժել, որովհետև տրամադրելու պահին ասացիք, որ 28 րոպե է,
28 րոպե ասելուց հետո այլևս դա ձեր մոտ չի եղել, որ դուք դա սարքեք 8 րոպե։ Հետևաբար դուք ինքներդ էլ ընդունեցիք, որ ճիշտ չեք ասել, մոտավոր րոպե եք ասել, բայց իրականում ձայնագրական սարքերը ֆիքսեցին 8 րոպե եւ այդ մասին որևէ վեճ, որևէ խնդիր, որևէ առարկություն չառաջացավ։ Լավ, ընդհանուր ունի դարձի նախադասության, որ դեպուտատ պարոն Գևորգյան, որի ասում է հիմա գտնվում է եղբայրը ոստիկանությունում, ես ուզում եմ հիշեցնել պարոն Գևորգյանը, որ այն ժամանակ երբ որ նա հարցազրույցն է տալիս, եւս գտնվում է զինվորական ոստիկանությունում, բայց տարբեր բանից հարցազրույց վերջնորդ ստակից է ժողովրդի եւ գործնական ճշգրիտ գործանել չի կարող։ Պարոն Գևորգյան, ներողություն եմ։ Հարցազրույցը հետազոտված տեսարիցից մարդերում է, երևում է Արման Մկրտչյան, երևում է հարցազրույց ազգի հանձը, որը եւ չի է, որ համերս տապացույցների ցանկությունից Լկայի կեսքից, լկայի պահվածքից, լկայի խոսելազերից, նրան ներկայացումը հարցերի բացարձակ աշխարհվածություն չկա, ավելի օբյեկտիվ ռեալի ներկայացնում։ Ինչ վերաբերում է հարկերի վերաբերումին, որ առանձնաբեր առաջարկությունական պահվածքի ճանաչել, հաճախակարված չի, քանի որ նրանց դիրքորոշումը նախաքրությունից մինչև այս օրվանից Պարզ է նաև հարցակրնված վկաների կարգավիճակից, ինչը չէ նաև Արման Մկրտչյանի։ Արման Մկրտչյանը այժմ Վահագին Ծեծերը, Վահագին գործողությունների կամ Մանուկյանի գործողությունների մասին ընդհանուր երրորդ չորրորդ ամսից է ներկայացրել, լսել է, նահանգանապես իրոք չի եղել, ապացույցներ և Արման ժամանակավորներ մենք էլ մեր իշխանությունները ու Շնորհակալություն։ Համաձայն ապացույցների հետազոտման սահմանված կարգի մենք վկաներին հարցաքննել ենք, վկաներից հետո մենք ներողություն տեղերի չխոսել, մենք ուժողի իրավահաջորդ տիկին Հասմիկ Հովհաննիսյանի լսեցինք կիսատ իր բոլորիդ հայտնի առողջական վիճակի վատթարացման պատճառով փոխեցինք եւ այսօր ուժողի իրավահաջորդ հանդես է գալիս նրա աղջիկը մեր ուժողի Զորինար Նազարյանը։ Ըստ սահմանված կարգի պետք է լսենք Զորինար Նազարյանին, որովհետեւ ուժողի իրավահաջորդի բացատրությունները կիսատ մնացին ընդեր նկարների ներկայացնելու մեկի մյուսին կապված եւ կարծում եմ իրավասությունը փոխանցել Զորինար Նազարյանին։ Այսօր Զորինար Նազարյանը դատակարգին չի ներկայացել եւ համաձայն սահմանված կարգի կարծում եմ կարող են հասնել ամբաստանյալների հարցակնության, որպեսզի մեր աշխատանքները ավելի Ձեզ հիշեցնեմ, որ ևս գրեք վկայում ենք մենք, որը պետք է դատարանում ցուցմունք տա, որ այդպես է դատարանում։ Ո՞ւր եք ադյում եք դուք։ Մնացականյան։ Ուրեմն, ես հասկանում եմ, մեկ վկա Արման Մնացականյանը, որին կիսատ մնացել, եւ դուք ունեք միջնորդություն, բացի Արման Մնացականյանից նաեւ քննիչի, որպես վկա քննիչների մեկ քննիչի։ Ոչ, քննիչների Պետրոսյան, Մադացյանին մասնավորապես։ Պետրոսյան եւ Մադացյան, բարգերի նախ։ Պետրոսյանին էլ կա, որովհետեւ լավ, երկու քննիչներն է, որոնց միջնորդություն ես չեմ քննարկել եւ ասել եմ դրան մենք անդրադառնանք դատաքննության այգունում մենք այդ փուլը ես չեմ գտնում որ այս փուլն է, դա բոլորի դեպքում հետո կա։ Հիմա ես գտնում եմ որ ասում եք այս փուլը չի։ Անցած նիստի ժամանակ հայտարարեցիք, որ վկա Արման Մնացականյանը այստեղ է։ Հաջորդ դատական նիստին հայտարարեցիք, որ ինչ-որ փաստաթուղթ է ոստիկանությունից կողմից ստացվել, որը ես ստացա հենց քիչ առաջ, պարբերաբար զանգելուց հետո։ Այդ ժամանակ էլ խնդրեցի, որ նիստից հետո անմիջապես տրամադրել, այդպես էլ չստացա, որ էլ ստացել։ Հարգելի Մնացականյան, եթե որ մեկ րոպե խնդրում եմ։ Ես չավարտեցի, պարոն Մարտանյան, հիմա որ ասում եք այդ միջնորդությունը դրանց դատաքննությունը լրացնելու փուլում են այն վկաների լսելու, այդ թվում ասենք թե կմիջնորդենք լրացուցիչ վկաներ կամ քննիչները
Դատակոչի ցուցակում ընդգրկված Արման Մնացականյանի հարցաքննությունը տեղափոխենք դատաքննությունը լրացնելու փուլում։ Արման Մնացականյանը, եթե առողջական վիճակի ձեռներով դատարան չի ներկայանում, մենք դատական նիստ ընդմիջենք ամիսներով, թե երկու առողջանա։ Հարգելի դատարան, իսկ երբ տեսանք մի հատ հավաստի փաստաթուղթ պատշաճ, որ այսինչ հիվանդությամբ տեղ եկանք, որ ամբուլատորը բուժման մեջ է գտնվում կամ չգիտեմ, ոստիկաններն են։ Մեծացրուն հրապարակը ինչ է գրածել։ Չէ, ձեր նույնն է, դուք կարծացեք, ձեր դիտասը։ Ես կհրապարակեմ, որ ձեր 22/05/12 թվականի գրությանը հայտնվում է, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ Արման Արշակի Մնացականյանը գտնվում է ամբուլատոր բուժ հսկողության տակ, ուստի չի կարող ներկայանալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին այցանի դատարան։ Դատարանը ինչ պետք է անի։ Ով է այդ գերությունը։ Հաշնի պետը, ոստիկանության Հաշնի պետը ինչ է իմանում, կարող է ներկայանալ։ Բժշկական տեղեկատվեր կա։ Այդ բժշկականով չի կարող ներկայանալ։ 29-ով նույն օրով տեղեկանք է կազմվել, որ տրվում է Արման Արշակի Մնացականյանին առանց, որ նա ներկա պահին գտնվում է ամբուլատոր բուժ հսկողության տակ հետևյալ ախտորոշումով սրտի ռիթմի խանգարում, պարոքս, չգիտեմ, սիզմալ, պարոքիզմ, տաքսիկարդիա, ամենայն դեպս երևի դուք ավելի տիրապետում եք այդ որը երկարատև բուժման կարիք ունի։ Դա չբուժվող Հակասուցված է իրավիճակները, տեղեկատվը դնում է Մասնավորությունների վերջացեք։ Հարգելի մնացեք։ Երբ որ 29-ով նույն րոպեին տեղեկանքը տրվեց և նույն րոպեին այդ մարդը գտնվում է Ամեն ամբուլատոր բուժումների չաթավետին ուսել եմ սել։ Ես դատարան ընդունում եմ որպես պատշաճ փաստաթուղթ։ Դատարանը որպես պատշաճ փաստաթուղթ չի կարող չընդունել, որովհետև պատշաճ ձևով ստացված փաստաթուղթ։ Ոստիկաններ ուղարկել դրանք։ Որովհետև ես ոստիկանին եմ գրում, որ միջոցներ ձեռնարկի, որ մարդը ներկանա Ոստիկաններ մի րոպեին 20 Պաշտպանության միջոցառ իրարված դա առաջին գրությունը չի էլի կա, դուք որ վերցնեք շարժը, կտեսնեք, որ դատարան անընդհատ միջոցներ ա ձեռնարկել, որպեսզի նրա մասնակցությունը Հարգելի դատարան, այս պատկերայում ինչի չխնդրեցին, որ քանի գրեր վկա Արման Մնացականյան հարցնում է։ Մեկ րոպե, ապացույցների հետազոտման հետ կապված Ծովինար Նազարյանը պետք է համացածություն, որից հետո մենք ամբաստանյալներին լսենք, այդ ընթացքում կձեռնարկենք ելի միջոցներ, որպեսզի մեր վկային հնարավորություն ստեղծենք նորից դատարանում նրա կիսատ մնացած հարցաքննություն շարունակել։ Այդ հետ կապված մենք ունենք միջնորդություն։ Այս վկայի։ Այ Արման Մնացականյանի հետ կապված։ Նրա հարցաքննության հետ կապված։ Այո։ Նրա հարցաքննության հետ Նրա առողջական վիճակի հետ կապված։ Պարոն Մարտիրոսյան, մեկ րոպե խնդրում եմ լսել։ Ես միջնորդություն կանեմ։ Ես դուք միջնորդություն կանեք։ Պարոն Մարտիրոսյան, դուք միջնորդություններ արել եք նրա մասնակցությունը ապահովելու համար, դատարանը բազմիցս որոշումներ ա կայացրել, բազմիցս գրություններ ուղարկել, եւ այդ պարտականությունները կատարում ա ոստիկանությունը, ոստիկանության պատասխանները կան։ Այլ միջնորդություն երջում եք խնդրեմ, դրանցից սա։ Եթե մենք տեսած չլինեինք Արման Մնացականյանի, շփված չլինեինք նրա հետ աշխույժ երիտասարդի եւ առողջ երիտասարդի այո, իհարկե։ Այդ առողջություն թե միջնորդություն։ Մեր տեսած Արմանի եւ այս փաստաթղթերի միջև կայական տարբերություն։ Մենք չենք վստահում այս փաստաթղթերին եւ միջնորդում ենք, որպեսզի Արման Մնացականյանը ենթարկվի բժշկական հանձնաժողովային փորձաքննության, որպեսզի հանձնաժողովը մեզ ասի, իրոք Արմանը այդպիսի ծանր վիճակում ա, որ չի կարող ծանրային է։ Ուրեմն, մեր իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությունը կքննարկվի մեկ այլ փուլում, երբ որ մենք նորից միջոցներ ձեռնարկենք եւ հաջորդ դատական նիստին նրա մասնակցությունը չապահովենք։ Ողջունում եմ հարգելի մեկադրող փուլը
վկաների հարցակնության այս բուրն է։ Մենք ինչու Պարոն Մարտիրոսյան, դուք փորձակնության միջնորդություն եք անում։ Այո։ Դա իմ իրավունքն է, ես այդ միջնորդությունը այս պահին գտնում եմ, որ դեռևս վաղը երկու քննարկման առարկա չեմ դարձնում։ Միգուցե հաջորդ դատական նիստին ապահովեն նրա մասնակցությունը, ասեն ներկա առողջական վիճակով կարող է ներկայանալ։ Ավելորդ ես փորձակնության միջնորդություն քննարկեմ որին։ Դուք ես այդ միջնորդությունից այդ դեպքին վերաժանվեք, եթե նա գա։ Երկրորդ միջնորդությունը խնդրում եմ դիմել համապատասխան մարմիններին եւ ստանալ տեղեկանք, թե անցած 2 ամիսների ընթացքում արդյոք Արման Մնացականյանը դուրս է եկել հանրապետության տարածքից, թե ոչ։ Այդ միջնորդությունը գտնում եմ, որ դատարանի Շատ կարևոր է, որովհետև մենք կարծում ենք, որ այդ վաղաշաբաթ կարծեմ քաղաքի ոստիկանապետը տվել է կեղծ տեղեկան։ Որոշումը այդ ձեր միջնորդությունը արտադատարանական կարգով դուք կարող եք ոչ միջնորդել դատարանին, այլ դուք կարող եք որպես իրավապաշտպան կարգի հարցում ստանալ պատասխան ունենալուց դեպքում դատարանում կարող եք քննարկվել համապատասխան ոստիկանության ձեր ասած ոնց որ նշեցիք փաստաթղթի կեղծ եւ օրինական լինելու հանգամանք։ Դեմ չեմ։ Ուրիշ կապված Արման Մնացականյանի հետ կարող եմ լրություն պահպանեք, Պողոսյան։ Կապված Արման Մնացականյանի ցուցմունքի հետ կարող եմ միջնորդություն բերել։ Ես միջնորդություն կբերեմ, դուք հետո քննության կարող եք ձեր դեպքում։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ում հետ կապված։ Արման Մնացականյանի ցուցմունքի հետ կապված։ Արման Մնացականյանի թե հարցակնողի։ Ում կամիգուցիան ճիշտ չեք Արտուր Մկրտչյանի ցուցմունքի հետ։ Արման Մնացականյանը Դե ես ասում եմ, որ մի բան չեք։ Արման Մնացականյանի ցուցմունքի հետ կապված։ Ես ասեմ նույն կապակցությամբ նույն անձը վերաբերել միջնորդություն ունեմ, կարող է վերաբերել։ Էլի խառնեցիք, թե ճիշտ եք ասում։ Ճիշտ է։ Խոհարանի մասին է։ Այո, Արման Մնացականյանի։ Միջնորդություն ձայնագրային փորձակնություն նշանակելու մասին։ Հարգելի պարոն, ձեր բարույթում քննվող թիվ 907-558-210 քրեական գործով դատաքննության ընթացքում ցուցադրվեց առանցքային վկա Արման Մնացականյանի տեսագրման լազերային սկավառակներ, որտեղ սակայն հստակ չէր երևում, թե եզրի մեջ արկա տղամարդու ձայնը տեսաերիզի մեջ պատկանում է արդյոք Արտակ Մնացականյանին, թե ոչ, կամ վկան Արման Մնացականյանին, կամ վկա Մնացականյանն էր թելադրում իր ցուցմունքը, թե ոչ, այնուհետև պարզ չէ, թե բարույթն իրականացնող մարմինը հավոր պատշաճի վկայի բացատրելը նրա քրեական դատավարության օրենսգրքի 63 հոդվածով սահմանված իրավունքներու պարտականությունները։ Ցուցմունքի ավարտելուց հետո արդյոք վկան հայտարարել է, թե ցուցմունքն ընթերցվեց գրվել է իր խոսքերից ճիշտ է, որի համար է ստորագրում։ Նկատվում է, որ քրեական գործի լրիվությունն ու բազմակողմանությունն ապահովելու, ինչպես նաև վկա Արման Մնացականյանի 13-12-11-2010 թվականի հատոր 7 գործեր 5 և 25-09-2010 թվականի հատոր 5 2015-2019 տեսածայինները, որպես ապացույցություն հաստատելու նպատակով անհրաժեշտ է պարզել տեսածայինագրման մեջ հնչող ձայնը պատկանում է արդյոք Արման Մնացականյանին, թե ոչ, կամ ցուցմունքը գրվել է նրա բարելից, թե ոչ, իսկ քանի որ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքներ եւ նկատի ունենալով, որ քրեական գործի փորձագիտական կազմակերպությունները, փորձակնությունները կատարում են միայն բարույթ իրականացնող մարմնի կամ դատարանի որոշման հիման վրա, ուստի նպատակահարմար է միջնորդել դատարանի նշանակում դատաձայնագրաբանական փորձակնություն։ Վերոգրյալի հիման վրա ղեկավարելով քրեական դատավարության օրենսգրքի 73-311 հոդվածներով միջնորդում է։ Նշանակել դատատեսաձայնագրային փորձակնություն, որի կատարումը հանձնարարել ՀՀ փորձագիտական կենտրոնում, պետական փորձագիտական կենտրոն, պետական ոչ ավետարանի կազմակերպության փորձագետների։ Փորձագետներին ներկայացնել որպես իրեն ապացույց դատարան ներկայացված Արման Մնացականյանի ցուցմունքի տեսագրության լազերային սկավառակները, եզրակացության տալու համար փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը. Ա. Ներկայացված լազերային սկավառակները պիտանի են նույնացման, թե ոչ։ Վերացնել
տեսասկավառակում արկա երկխոսության վերցանել տեսասկավառակում արկա երկխոսության բովանդակությունը։ Բազրային սկավառակում արկա ձայնը պատկանում է վկայական մնացակայանի թե ոչ։ Վերցանված երկխոսության բովանդակությունը համապատասխանում է 13-11-2010 թվականի հատոր 7 կորստետ 5-7 և 25-09-2010 թվականի հատոր 9 կորստետ 215-219 մնացակայանի կողմից հնչեցված տեսականություն ֆունկցիայի բովանդակությանը թե ոչ։ Եթե չի համապատասխանում, ապա վերջացնի որ նախադասություններ չեն համապատասխանում մնացակայանի արտահայտություններ։ Շնորհակալություն։ Փաստաբան Գևորգյանի միջնորդությունը դատարանը ընդունում է կքննարկի մեկ այլգլում գտնում է, որ ներկապային դեղերից բավարժան է այս փորձակնության վերաբերյալ միջնորդությունը Ես խնդրում եմ ներկապային կամ վկայի կամ ապացույցների հետազոտման հետ կապված։ Եթե կարելի է, մենք դատարանում սկսեցինք արձակնել դժողի մուրը, որը ժամանակ գտնվել է Հարգելի դատավարության մասնակիցներ, խնդրում եմ չխոսել, ամուսը կամ մոդելություն Համաձայն գրական դատարանությունը դժողի իրավաճորտը գրական գործով արձակվում է որպես վկա։ Այդ արձակությունը հարգելի Հասմիկյանի սկսվել է, բայց չի ավարտվել։ Քանի որ նա արձակվում է որպես վկա, ես խնդրում եմ հանձնագործե նա հավելացնել որևէ բան, քանի որ այստեղ է։ Հետո նոր անցնենք մյուս որպես վկա, մյուս դժողի իրավաճորտի արձակումից։ Պատրաստ չենք իմ։ Հասմիկ Հովհաննիսյանը իր իրավունքները հարգելի մեղադրող փոխանցել է մեկ ուրիշի իր հարազատ աղջկան և ինքը այդ իրավունքից ներկապային չի օգտվել։ Վկա իրավունքից։ Ինքը որպես վկա չի հարձակվել, հարձակվել է որպես դժողի իրավահաջորդ և համաձայն քրեական դատավարության կարգի իր ուսմունքից առողջական վիճակի ձևելով միջնորդել է, որ դադարեցնել իր որպես դժողի իրավահաջորդ իրավունքները, այդ իրավունքները փոխանցել Հասմիկ ներկայացուցիչ Ծովինար Նազարյանին, որը որ դատարանը բավարարել է և այդ պահից առ այսօր որպես դժողի իրավահաջորդ հանդես է գալիս նա։ Մենք ներկա պահին ապացույցների հետազոտման կարգի խնդիր ունենք։ Եթե Ծովինար Նազարյանը բացակայում է այսօր, ասել է համաձայն ապացույցների հետազոտման կարգի իր հետքը։ Աշխատանքներ չծախողելու համար կարող ենք ապացույցների հետազոտման կարգում փոփոխություն կատարել, լսել անվաստանյալների նոր Ծովինար Նազարյանը։ Կարող ենք։ Բայց դժող կողմը միջնորդություն։ Դժող կողմը միջնորդություն ունի ապացույցների հետազոտման կարգ։ Դժող կողմը ունի միջնորդություն միշտ ապացույցների հետազոտում։ Ինչի է դա կապված է միջնորդությունը։ Երբ որ միջնորդությունը ներկայացնեմ, Ախր հիմա մենք միջնորդությունների փուլում չենք։ Ինչ է նշանակում միջնորդությունները։ Որովհետև դատաքննության հետ կապված կարգը հետևյալն է, պարոն Մարտիրոսյան։ Դատաքննության լսեք մեկ րոպե նոր դուք կասեք։ Մենք որոշել ենք ապացույցների հետազոտման կարգ։ Ամենասկզբից մինչև դատաքննությունը սկսելը բոլոր կողմերին տրվել է միջնորդությունների հայտարարությունների իրավունք։ Գոյություն ունի դատը վարելու կարգ։ Մենք գտնվում ենք Դժող կողմը ուզում է միջնորդություն կատարել դատը Իջևանից Երևան տեղափոխելու վերաբերյալ։ Հարգելի նախագահ, երբ դուք մարտ ամսին գործը տեղափոխեցիք Երևանից Իջևան, հիմնավորեցիք նրանով, որ վկաների մեծ մասը բնակվում և ծառայում է Տավուշի մարզում։ Այսօր մենք այդպիսի վկա չունենք, ավարտվեց։ Մենք ունենք կիսատ վկա, հիվանդ վկա, որ ապրում է Երևան քաղաքի մոտիկ, և ունենք մի հոծ բազմություն, որոնց համար միանշանակ, միգուցե մեղադրողներին ցանկալի է այստեղ լինի, դա իրանց իրավունքն է, բոլորի համար միանշանակ ցանկալի է և ընդունելի է, որպեսզի դատաքննությունը անցկացվի Երևան քաղաքում,
կրկին արտադրման նիստերում, ինչը կնպաստի դատականության արդյունավետությանը և նիստերի ավելի հաճախ կայացման։ Արդեն դուք կարող եք նաև երբեմն երևի 3 նիստ կոմանել Երևանում։ Խնդրում եմ միջնորդությունը քննարկել և դրական լուծում տալ։ Միջնորդության վերաբերյալ խնդրում եմ կողմերը հայտնեն իրենց կարծիքը։ Հարգելի դատարան, ես միանշանակ միանում եմ միջնորդությանը նկատի ունենալով, որ դատավորության մասնակիցներից այս քրին Տավուշի մարզումն են բնակվում միայն նախագահ դատավորը և քարտուղարը։ Ամբաստանյանները գտնում են Երևանում, դատախազները բնակվում և աշխատում են Երևանում, աստապանական կազմը բնակվում է Երևանում, այսքանը բավական է, որ միջնորդենք դատարան և խնդրենք հետագա դատական քննությունները կազմակերպել արտագնան նիստով։ Միանում ենք հարգելի նախագահ, շատ անհրաժեշտ է արտադրական նիստերը և դա կբխի արտոնավետությունից դատական նիստերի արտակարգացում։ Դες ինչ ես ասում, ես արդեն չորրորդ նիստն է արվում եմ դատարանի գալիս է մասնակցությամբ և նիստը ամբողջությամբ չի գումարվում։ Իսկ Երևանում, եթե նշանակեք ասենք այսօր այս ժամին մենք կարողանանք նիստերը հետաձգել, այդ ժամին այդ նիստերի մասնակցել։ Այսօր ես մի գործը պարավալ եմ տվել և այս գործը այստեղ լիարժեք չի կայանում, ասոր եմ զրկվել եմ երկու գործին լիարժեք մասնակցել։ Ուրիշ կարծիքներ։ Հարգելի դատարան միանում եմ, քանի որ ամբաստանյաններն են գտնվում ավելի չի արտադրական նիստերը, որ շատ Միգուցե հետաքրքրում վիճակառույցների փուլը նորից վերադառնանք Իջևան, դա մեր երկու նիստ է, բայց Երևանում չեն կարող վիճել, պարոն Գևորգյան։ հետագա նիստերը գումարենք Երևանում։ Եվ որպեսզի այս դահլիճում մեր ճառերը հնչեն, միգուցե դատարանին դա ավելի հաճելի լինի, բայց այլ միջնորդություններ, միջնորդության վերաբերյալ այդ կարծիքներ։ Խնդրելով հաշվի առնել կարգու կանոնի ապահովման անհրաժեշտությունը և իմաստն ներկայացական նիստերի հետ կապված թողնում դեր այսօրություն Միանում եք հադրում։ դեր այսօրություն Կան իրենալով, որ ժամը 13:00 է, հայտարարվում է միջում ժամը 14:00-ին դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում Արագացնի թալու։ Ես կամերով մի Դուք մեղադրումներ, թե կան նկարահանող այլ Բոլորն է ֆույլ եմ գալիս, պարզապես իմանամ ովքեր են նկարահանողները, ու ամեն էլի նոր նկարահանող ունեք, դրանց լուկը կախեք դրա համար։ Չէ, ես չեմ նկարում, ձայնագրում եք։ Մենք ձեր տվյալներ մի անգամ գրել ենք։ Դատական նիստը շարունակվում է, բոլորը տեղում են, բացականներ չունենք։ Դատարանը քննության առնելով ուժով իրավահայտնի ներկայացուցիչ իրավապաշտպանում է Մարտիրոսյանի միջնորդությունը արտագնա դատական նիստ Երևան քաղաքում կայացնելու վերաբերյալ լսելով դատավորության մյուս մասնակիցների կարծիքը գտնում է, որ Երևան քաղաքում արտագնա դատական նիստեր անցկացնելու պայմաններում կխաթարվի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բնականոն գործընթացը,
Նիստը նախագահով դատավորեն հանդիսանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին հաշվի դատարանի նախագահը։ Ես բացի այս քրեականով դրա բացում են նաև այլ քրեականություններ, որոնց դատականությունները նշանակված են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այլ նստավայրերում, մասնավորապես նոյեմբերի պերտի նստավայրերում, և բացի դա, դատարանի նախագահ ունի նաև այլ պարտականություններ, ուստի ղեկավարելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով դատարանը օգտվելով իր լիազորություններից գտնում է, որ արտագնահատական նիստ կայացնելու վերաբերյալ իշխանությունը ենթակա է միաժամանակ ելնելով վեր նշված պայծառափայլություններից դատարանը որոշեց դատական նիստերի Երևան քաղաքում արտագնահատական իրականացնելով իշխանությունը մերժել։ Որոշումը կողմնակցման ենթակա չէ։ Սակայն միաժամանակ ուզում եմ հավելեմ, որ չի բացառվում, որ այս որոշմանը մենք ավելի նպատակահարմար իրավիճակում դատարանը անդրադառնա և մասնակի բավարարի։ Սակայն ես բավականին երկար մտածեցի այս հարցի շուրջ և դա կլինի ընդդեպքում, երբ որ մեկ շաբաթ 5 աշխատանքային օր ուղղակի ես կարողանամ ինչ-որ իրավիճակ գտնել, որ 5 օր անընդմեջ Երևան քաղաքում աշխատում։ Միաժամանակ ուզում եմ ավելացնել, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես նաև մյուս դատարաններում կա մասնագիտացում, իսկ նախագահով դատավորը մյուս երկու դատավորների հետ քրեական մասնագիտացում ունի և 2012 թվականի հունիսի 11-ից քրեական գործերի մասնագիտացում ունեցող դատավորը Զորիա Զաքինյանը անցնում է հերթական արձակուրդից նրա պարտականությունների կատարումը, նաև քրեական գործեր լսելու առումով դրվում է նիստը նախագահով դատավորի և մասնագիտացում, քրեական մասնագիտացում ունեցող դատավորի։ Ապացույցների հետազոտման կարգի փոփոխման հետ կապված արդյունավետ աշխատելու համար հարգելի դատարան իհարկե լավ չէ, որ դուք մեր միջնորդությունը։ Ես մեկ բառ էլ ավելացնեմ, ուրեմն միջնորդությունը ինձ ճիշտ հասկացեք, ոչ թե մերժելու մեջ ինչ-որ միտում տեսեք, այլ հասկացեք, որ իմ աշխատանքը ես չեմ կարող և ընդդեմ և ստեղ կազմակերպել, ուղղակի ֆիզիկապես չեմ կարող։ Կառաջարկեցիք, որպեսզի դուք հրաժարվեք նիստը նախագահովի ցանկություն չի։ Անգելի դատարանները չավելացնեն, այդպես խոսում են, որ իմ մասին ապացիների հետազոտման փուլը կողմ են, որ փոխեն դրով իրավարժորդի ցուցմունքը դասիկ ավելի Այլ կարծիքներ կան, պարոն Գևորգյանը հայտնում է դատարանում, որ արդյունավետ աշխատելու համար վայր ապացույցների հետազոտման կարգի մեջ փոփոխություն մտցնել, լսել համապատասխանյալներին և նոր ուժովի իրավարժորդին։ Կողմից եմ ես չգիտեմ ուժովի իրավարժորդի քրոշումից պարագայում լսեք ուժովի իրավարժորդի եթե ապացույցների հետազոտման կարգը փոփոխենք, դրան պարագայում միգուցե ուժովի իրավարժորդի իրավունքը խախտվի։ Միջնորդության վերաբերյալ կարող են միայն դատավարության մասնակցել։ Նկատի ունենալով, որ ուժովի իրավահաջորդը նույնպես ցանկություն կհայտնի և չեմ կարծում, որ ցանկություն չի հայտնի մասնակցելու ամբաստանների արձակագրության և արձակագրության։ Արդեն ասում։ Պարոն Մարտիրոսյան, պարոն Գևորգյան, ձեր միջնորդությունը երկի մասն է։ Այս պարագայում ես թողնում եմ դատարանի հայեցողություն։ Ուժով կողմ։ Հազար մյուսներն են լսեն գործել։ Ամբաստանյալ հատվում անություն։ Չէ, չեք միանում ես։ Միանում եք, միանոմանակ հայտնում եք, որ պատրաստ չեք ցուցմունք տալու։ Հակոբ Մանուկյանը ցուցմունքը դահետագայում, բայց ոչ ես։ Չէ, դեր միանում են, ձեր միանումը, այդ
հայտնում է, որ ինքը չի առարկում, բայց նաև միջնորդությանը, բայց միաժամանակ հայտնում է, որ եթե դատարանը միջնորդությունը բավարար ինքը պատրաստ չէ ցույց Ես ճիշտ հասկացա՞մ։ Խնդրում եմ պատշաճ ձևով ձևակերպել ձեր կարծիքները։ Մյուս Իհարկե ավելի արդյունավետ կլիներ, որ երկրին հասել ենք այսօր ամբողջ օրը աշխատեին, բայց այս պայն եթե փոփոխություն լինի, խնդիրը նրանում է, որ Պաշտպանյանները այս պայն պատրաստ չեն ցույց տալու, այդ իսկ պատճառով նաև չփոխելու հերթականությունը ապացույցների հետազոտման կարծում եմ, որ պետք է լսենք ուժով իրավաճառքին, նոր լսենք Ամբաստանյանին։ Ձեր պաշտպանյանները ձեր հետ ոչ մեկը պատրաստ է։ Ես ծիրանում եմ միջնորդություն։ Չեք առարկում։ Իսկ ձեր պաշտպանյանը ցուցմունքով պատրաստ է։ Այո, պատրաստ։ Դուք պատրաստ։ Շնորհակալություն։ Դժգոհ միջնորդումը հետաձգել արձակնությունը միջև հաջորդից, որպեսզի ապահովի դժողի հաջորդի ներկայություն։ Զովինար Նազարյանի ներկայությունը ապահովեն, որպեսզի հնարավորություն ստանան նաև հարցեր տան։ Իսկ եթե տանք այդ հնարավորությունը հարցեր տալու, չէ, դուք ասում եք հնարավորություն տրվի հարցեր տալու, մենք դրա հարցեր տալու իրավունքից չենք զրկի։ Իրավունք ներկայություն ապահովելու համար ուզում եմ թողնել հաջորդ նիստին արձակնությունը։ Արձակնությունը հաջորդ, որովհետև դուք ասացիք հարցեր տալու իրավունք չկա, չեք ապահովել այդ իրավունքը։ Իրավունք չխախտելու համար ուզում եմ որպեսզի Ամբաստանյաններին հարցակնդել դուժող իրավահաջորդի մասնակցությամբ։ Ճիշտ այդպես։ Դա է ձեր կա։ Այո։ Մեղադրումները։ Մենք չենք առարկում, թողնում ենք Մենք ունենք երկու տարբերակ, ես ուզում եմ դրա մասին որոշակի կարծիք։ Մի դեպքում Ամբաստանյաններից միայն մեկն է պատրաստ ցուցմունք տալու։ Արդյունավետ աշխատելու համար միգուցե ցուցմունքը լսենք, մասնակիցները իրենց հարցերը տան, հետաձգենք հաջորդ նիստին Զովինար Նազարյանի մասնակցությունը ապահովենք նա էլ իր հարցերը ուղղի, որից հետո անցնենք մյուսների հարցակնության։ Հարգելի դատարան, Զայնայերիսը կարող ենք տրամադրել, այսօր մենք տեխնիկա ունենք և կարող ենք տրամադրել։ Ես պարագայում երեք հարցնենք Ամբաստանյանին, նա ինչ կարիքի է ցուցմունք տալու, միգուցե հրաժարվում է ցուցմունք տալուց, հրապարակում ենք նրա ցուցմունքները, եթե հրապարակում ենք նրա ցուցմունքները, մենք այստեղ ոչ մի խոչընդոտ չունենք։ Դժողի ներկայացուցիչը ծանոթ է ցուցմունքներին կարող է ծանոթանալ և հետագայում հարցեր տալ։ Եթե Ամբաստանյանը ցուցմունք է տալիս, դա արդեն խնդիրը փոխում է։ Իսկ ցուցմունքը ձայնասկավառակից չի կարող տալ։ Ես դա չասեցի, բանվարկել ծանոթանալ իհարկե կարող է։ Բայց մեր դժող Ամբաստանյանին հարցնենք, նոր անցնենք քննարկման։ Ինչ կարգով է ուզում ցուցմունք տալ, նա ուզում է ցուցմունք տալ, թե հրաժարվում է ցուցմունք տալուց, հրապարակում են ցուցմունքները։ Արդյունավետ խնդրում եմ հարցը ուղղեք դուք Ամբաստանյանին, նա մեր բոլոր հարցերին վերջապես Ես կարող եմ ցուցում տալ ու հրաժարվում նախաքննությունը ուրիշ որ գնացա դրանից երկրվածից բոլորից հրաժարվում։ Ես նախականում ցուցում եմ տալ։ Համաձայն չունեմ դրասների, որ շարժարում։ Նախաքննական ցուցմունքներ չեք տնում ու ցանկանում եք լավ, նկատի ունենալով, որ դժող իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդում է դժողի մասնակցությունը ապահովել Ամբաստանյանների ցուցմունքների ժամանակ դատարանը բավարարում է միջնորդությունը դատարան նիստերը հետաձգում է միաժամանակ խնդրում եմ փոխանցել հասնի Զովինար Նազարյանի հարգելի պարոն Մարտիրոսյան որպեսզի ներկայացուցիչ փոխանցել նրան, որ դատարանը հաջորդ դատական նիստին
պետք է լսի կամ Ծովինար Նազարյանին կամ Ամբաստանյալներին, այսինքն Ծովինար Նազարյանը, եթե ցանկանում է դատարանում հանդես գալ, հաջորդ դատական նիստին պատրաստ լինի, որ խնդիրներ մյուս երկրորդ օրը ժամը 3 շաբթի օրը մենակ արգելի դատարան, ես ինչքան եկել եմ 4 անգամ ընդառաջելով եկել եմ այլ դատական նիստեր տապալելով 12-ին ժամը 10-ին, կարող 11-ին էլ դուք ասում եք։ Եթե հասնել դուք մի օր շուտ չեք վերելու։ 11-ին վերում են, 12-ին, վերեք ժամը 11-ին, չեք կարող դուք հասցնել Երևան քաղաքից։ Պարոն Մարտիրոսյան, մի քիչ բարձ է, 12-ին ավելի հարմար է։ 12-ը անարդյունավետ է լինում, մի ժամ աշխատում ենք ընդմիջում, նորից… Համաձայն եմ, դրամար եմ ասում, էլի Երևանում 10-ին եք սկսել։ Այսօր ժամը 6-ից լրիվ լույս է, կարծում եմ ոչ մեկը տեղ չէ ժամը։ Հադե 5-ից լույս ավելի շուտ։ Դեկգան 11-ին։ Հարմար է 11-ը, հարգելի գործընկերներ։ Հարմար չէ։ Հարմար է, բոլորին դուք էլ հարմար եք ընդհանուրին։ Ամսիկ, ուրեմն, հաջորդ դատական նիստը հունիսի 12-ին ժամը 11:00-ին։ Կալանավորներին մեկ օր շուտ գրություն կտամ կտեղափոխեն, որպեսզի 12-ին ժամը 11-ին։